Իրանք միած մարդիկին խորհուրդ տվին, լավը կլի, ինչ կլի, ոնց ասեն, համոզացրին։ Երկու կողմից պապերը մենձահան նստեցին, լուրջ խոսակցություն ունեցան ու առանց Նարգիզի կարծիքը հաշվի առնելու մարդու տվին։ Դեռ երեխա էր, խելքը բան չէր հասնում, բայց հիշում է, ամուսնանալ դեռ չէր ուզում։ Միենձ եսի, ու երեխա ունեին, մի տարեկան մերս ուներ, պահեի, դպրոցից յետընկա պահեի, մինչև բանը, ենձանալը, որ իրանք համոզին ինձ էլ համոզացրին, ենթակա են կնդով, ամեն բանի, հանդով զորով էր, հմիկ պապես հավանելով չէր, մևանի տեննո էր ամուսնանան, բայց ընդով, ծնողնեիք ոնց ասեին, հենց էլ ենթարկվեինք, քնեինք, մի ետ կեսուր պատուրն ու ոնց ասերն հենց էլ ենթարկվեինք, քնեինք, բայց մի ես թվում, ոչ մեկը չի լի։ Երեխա պահելով ընկավ ու երկրորդ դասարանից ուսումը թողեց, ինքը կրթություն չստացավ, բայց իր երեխաներին բարձրագույն ուսման տվեց, նաև սկեսուրի շնորհիվ։ Լավն են աղբեր, ես գոհեմել եմ, որ իմ երեխանցը պահել են, բեցատրեղ եմ, ունեցել պահել է։ Նրանք պահել են, ես աշխատել եմ, հենց մաուջաղ դրել, բան, աշխատանք տուն բերեմ իմ երեխանցը սվորցրել եմ, վեցին էլ սվորցրել եմ։ 70 տարի ու մի բան էլ ավել Լալվարի փեշերին անտեր յայլաներում վառող արևի ու թաչշաղի տակ մի հոտ ոչխար ու մի նախիրել կով կթած 96-ամյա Նարգիզ տատը համոզված է, հենց այդ անտեր սարերում թողեց առողջությունը, արևանձրևի տակ հիվանդ թե առողջ բարեխիղճ աշխատեց, վերջին տարիներին սեփական կովերի համար, ուրիշ կերպ չէր կարող, կբռնեին Սիբիր կտանեին, եթե ոչխարի կաթի պլանը չկատարեր, կասեին սոցիալիստական տնտեսության վնասարար, այսօր 1000 ու մի տեսակի ցավ քաշելով է ապրում տատն ու փոշմանում, որ այդքան խեղճ է ապրել։ Դաշտումն եմ աշխատել, փաղերում աշխատել եմ, տրավախնել դուս եմ եկե դաշտումն աշխատել, նրանի հետ էլ սարն եմ գնացել կթվերութին արել, սարուն աշխատել, ենան որ քանի տարի ավարել էր աշխատում չեմ, իմ սեփական 7 կով ունեի, իմ կովը կթեի, սովխոզի ու ոչխարը կթեի։ Կտվորուհի ընկերուհիների Ծեֆիկին վերջերս հրաժեշտ տվեց տատը, նա էլ իր նման շատ չարչարանք է տեսել, ասում է, Նարգիզը, որ այս գյուղի աղջիկ ու հարս է, աշխատասիրությամբ զարմացրել ու հիացրել է ամբողջ գյուղին։ Տատիկն ապագա ամուսնուն էլ հանդիպել է կոլխոզում, ինքը կտվորուհի, ամուսինը հովիվ։ Ժամանակին Կաճաճկուտ կոլխոզը 200-ից ավելի կթիկով ուներ, 1000-ից ավելի ոչխար ու հորթ։ Անդոտենա դուժվելուց մանդր երեխել ունենեինք, թողեինք, կեսուր ունեինք, կշտին թողեինք, նեի աշխատեինք, ես պարապ նստած չեմ էլ, ինչ որ էլ կարուն չեմ, էտ այմ պարապութինը, ամուսինս էլ չոբան էր, շինր աշխատեի։ Այնքան աշխատեց, այնքան չարչարվեց, որ ձեռքից ոտքից ընկավ, ձմեռն անկողնում անցկացրած տատը ինչ-որ հրաշքով կանան գալու հետ առույգացել է, բայց այգի մտնել դեռ չի կարողանում, որքան էլ հիվանդությունները անկողին են գցում տատին, միևնույն է մտքին հաղթել չեն կարողանում, տատը լավ հիշողություն ու դատողություն ունի, ինքն ու իր հասակակիցները նստել հաշվել են, որ գյուղում ուղիղ 42 հարսնացուի հրատապ պահանջարկ կա, բայց ուր է հարսնացու, իր ջահել տարիներին գյուղն էլ մի գյուղ էր, մարդաշատ, աշխուժ, շատ երեխաներով ու նրանց ծիծաղով, որը խառնվում էր գյուղի դպրոցի տանիքին դրած բարձրախոսի աղմուկին։ Այդ բարձրախոսով գյուղի դպրոցի տնօրենը օրվա տարբեր ժամերին հայտարարում էր աշակերտների օրվա ստացած առարկայական ու վարքի գնահատականները, այս կամ այն ծնողին հրավիրում դպրոց կամ պատմում նրա չարությունների մասին։ Հիմա Կաճաճկուտում լռություն է, դատարկ ու անշունչ տներով։ Մի դասարանում 30 երեխա էր, համի ինչ երեխա կա, ջահելութին էլ չի կասնի։ Բա ուր են գնացել ջահելու։ Քաղաք, ամուսնացել են քաղաք գնացել, գեղում ինչ կա, որ ապրեն աղջիկ ջան, գեղում ինչ կա, սեփական ապրանք տնեն պահի, որ ապրեն, աշխատանք չի կա, բան չի կա, իսկ մեր ուղտը աշխատանքը լիքներ, մենք մեր տանը պարապ չէինք կարակ ենանք, հմիկ բանա, հմիկ բա դժվարը, ջահելի կենալը, ապրանքով դիտ բաղվի վեր կենա, իմ մեր կթվորնուցը երկու հոգենք, ես ու իմ բիդու աղջիկն ենք ստի, որ սարումը կթվոր ենք էլ է, մենք դրը մենք ենք, թայերել ենք,
Իրուր հետ էլ միենձացել ենք համարյա մի տան միջի։ Ապրած դժվար ու ծանր տարիների նշանավոր օրերը քիչ են, մեկը հարսանիքի օրն է, մյուսները երեխաների ծննդյան։ Այն ժամանակների հարսանիքներն իսկական էին, ասում է տատը, ուրախ գյուղական ավանդույթներով, հիմա չոր ու ցամաք են։ Անդով քլաղակապեն գլխներուն հագցնեն, հմիկ բատ հագուստ ուրիշ էր, անդով վանա ուրիշ էր, անդով շատ ուրախալի էր ամեն բան էլ, հմի Իջապակասին կել է անդովա ուրախութինը, աշխատանքը, չիմ հավեսով էր, բայց մի շողորդին հավես չկա։ Պամիջա էլ հարսը կերթեր կնստեր, կիցկաներ կոլխոզով, խոզի մակամ կանուշներ կերեք երթեր, չէ։ Մանիլ չին, բայց մենք անդով դետ էր, մեր աշխատանքն էտ էր, անեինք, ստիպված ենք։ Բայց մի հեր, որ շայժգամ, հասրտով ուզենամ աշխատեմ, ես կարամ աշխատեմ, բայց հավեսունի աշխատեի, հեմել աշխատանքի հավեսունի, որ բաղցեն են մտնում, կարում չեմ մտնել, ու մի բան օրինակ կարենամ անեմ, տնանից էլ մի քիչ նեղվում եմ, որ խիք հորացած են ցելա, բայց տարիքս էլա, Եթիմորով 9 տարեկանուց եթիմ եմ էլ, եթիմորով աշխատած։ Հնիվատն էլ էր, որ լեզու չունեին, ամոթ էր ուրիշի մոտ խոսալը, տան մեծերին հակաճառելը կամ կարծիք հայտնելը։ Այս հարցում հիմի ավելի լավ է, ասում է տատը, եւ փառք Աստծո, որ հիմա ժամանակներն այլ են, հարցներն էլ անխոս, այսինքն ձայնազուրկ չեն։ Տատի գլխով շատ բան է անցել։ Խոսեին ոչ, որ գեինք դու խոսեին ոչ, իրանք խոսացնեին, արդեն տանը սովորեցին խոսալը։ Հանդոչ խոսկանութին էր, հանդովը հարգանք պատիվը հմի։ Կողնակի բարեկամներ մինձա, նա հետ չխոսկանտ էին կլի։ Ասմեմ անդա վորերի ներնակ եմ տալի, որ հանդովն է դժվար աշխատանք էր։ Աշխատենք, բայց հմել որ նստած եմ, չեմ պետք է։ Ոչ գործի եմ, ոչ բանի եմ, նստած օգվին կլի։ Շատ ուրցնել ենք կաղե, ավլուկել ենք Քաղե հուսը բարամ նստել չեն մեր գործն արել ենք սարաչիմ այդեն բաներ էր քաղեինք եդարնենք քաղեինք անենք Հեյգիդի հայ երազում է տատն են կանաչ սարերի, կանաչ յայլաների ու այնտեղ մնացած իր երիտասարդության մասին։ Երանի են օրերին, որից թեկուզ մեկի վերադարձի համար պատրաստ է թանկ վճարել, բայց ինչքան էլ վճարի, ինչ էլ անի, անհոգ տարիները հետ չեն գա։ Համիրել էլ սարել չկա։ Մендերական ոչ էլ սարել չկա մի։ Թեմեմ են հոգի կլիկնում են էտեն էլ։ Միզանի եդը սար չկա։ Կորխոզը սոֆոզը վերջացավ, սեպական գնեին, միկվա հարցներն էլ քորփարեխեք ունեն բան ունեն էլ պրաղում չեն գնալ։ Տատը շնորհակալ է ունեցածի համար, ասում ու գովաբանում է ընտանիքին, հատկապես հարսներին։ Ես իմ հարսներից գոհ եմ ես։ Հա։ Նա բաժանեն գեղի վեր կրանեն, բայց ինձ բրախում չի։ Էլի այդ գալիս էլա գնում էլա, հետո երեխեքս ինքն էլ հիվանդ է, բայց վերակացել եք։ Բրախում չեն ինձ։ Հա, լավ երեխեք էլ ունեմ, լավ թորներ էլ ունեմ, Աստված պահի ձերին էլ իմին։ Հա։ Թորը շատ ունեմ, չիմ էլ հարգում են, գալիս էլ են, գնում էլ են, բրախում չեն։ Ես գոհ եմ իմ քուլպաթիցնել, աստուծնել, որ մի քանիս են լավնա, սերտս էլ ետ մի քիչ բանա, ես ենա ճամփան գնեմ։ Ուղիղ 70 տարի ամուսնու Գուրգենի հետ հաշտ ու խաղաղ ապրել են։ Տատը շնորհակալ է կյանքից ու բարձրյալից, որ հաղթահարել է ձմեռային հիվանդությունը, կարևորը սիրով շրջապատված, դրան էլ գումարած առջևում գարուն է։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Կաճաճկուտից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։